Ղուկասյանն էլ կարողանա պարոն Մարուկյան դուք էլ։ Մենք ընդունեցինք կարգավորումներ, կարծեմ անցած տարի, որոնք պիտի Հայաստանի սահմանահատող տնտեսվարողների կյանքը հեշտացնեին, այսինքն այդ մեկ պատուհանին վերաբերող կարգավորումները, ու մեր ընդհանուր մոտեցումը այն էր, որ պիտի մարդուն հնարավորինս քիչ պետական պաշտոնյաներ մոտենան ֆիզիկապես, այսինքն ոչ թե իրան ամեն քայլափոխի, ինչ որ մեկը մոտեկանա, մեկը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, մեկը պետական եկամուտների կոմիտեից, մեկը ԱԱՑ-ից, ու սենց ամեն մեկը իր հերթին այս մարդու ժամանակն ու նյարդերը մաշացնեն, այլ ընդհանուր մեկ հոգի մոտիկանում եւ ռիսկերի գնահատման համակարգի վրա, եթե լրացուցիչ ինչ որ ուսումնասիրությունների կարիք կա, դա պիտի արդեն հետագա պրոցեսներ լինի։ Հիմա ես իմ սեփական փորձով եմ ասում, մոտավորապես 1 ամիս առաջ, երբ որ Հայաստանի Վրաստանի սահմանը հատում էի, երբ որ դու Հայաստանից գնում ես Վրաստան սահմանը հատում ես, քեզ 1 հոգի մոտենում։ Երբ որ ես հակառակ ուղղությամբ էի գալիս, այսինքն Վրաստանից գալիս էի Հայաստան, ինձ 3 հոգի հորդորեցին բեռնախցիկը բացել։ Հիմա ուզում եմ հասկանամ ի՞նչն է պատճառը, ու այդ մեր կարգավորումները վերջապես երբ են սկսելու աշխատել։ Պարոն Թումանյան, Մարդատար ավտոմեքենայով կոնկրետ դեպքով չեմ կարող ասել, ամեն դեպքում մեքենաները, երբ որ սահմանը հատում են, զուտ տեսազդման կարգով մեկ տեսուչ մոտենում է բեռնախցիկը ուսումնասիրում է, որպեսզի հնարավոր թաքցված կամ հայտարարման ենթակա ապրանքները դիտարկի, իսկ ինչ վերաբերում է հեշտացմանը, ասեմ, որ արդեն ձևակերպման փուլում թույլատվական փաստաթղթերի համակարգը ներդրված է, գրեթե բոլոր պետական մարմինները, որոնք որ թույլատվական փաստաթղթեր են տրամադրում, ինտեգրված են համակարգին եւ մաքսային ներկայացուցիչը կամ ինքնահայտարարողը այլևս անհրաժեշտություն չի ունենում ձևակերպման փուլում տարբեր պետական մարմիններ այցելի, այլ on-line եղանակով այդ մեկ պատուհան համակարգով հայտը ներկայացվում է եւ լիազոր մարմնից հենց պատասխանը էլի էլեկտրոնային եղանակով ստացվում է, արդեն մաքսային ձևակերպումը կարող է կատարվել, բացի այդ տեղեկացնեմ, որ ներկայումս հիմա մշակվում է ծանուցման համակարգը, այսինքն այն դեպքերում եւ որոշակի ռիսկի կառավարման համակարգի հիման վրա իդ եկած ռիսկի մասով բրոկերի կամ տնտեսվարողի հետ քննարկելու անհրաժեշտություն է լինում, ներկայումս մոտենում են մեր սպասարկման սրահներ, բայց այս ծանուցման համակարգի ներդրման արդյունքում ըստ էության դա էլ է վերանալու, որովհետեւ այսպես ասած տնտեսվարողի հետ շփվելու են չաթով, ինչ փաստաթղթեր պետք լինեն ռիսկերի չեզոքացումը գնահատելու կամ քննարկելու համար, այսինքն քննարկումը փաստաթղթերի եւ փոխանակումը եւ քննարկումը լինելու է այդ համակարգի միջոցով, այսինքն գրեթե մաքսային մարմին այցելելու անհրաժեշտությունն էլ է բացակայելու ծանուցման համակարգի ներդրմամբ։ Շատ լավ։ Ձեր ասածը տնտեսվարողների մասով է, ես հիմա ֆիզիկական անձանց մասով եմ խոսում։ Հիմա էլի այդ փորձին անդրադառնամ, այն որ 2 անգամ բեռնախցիկը ստուգելուց հետո, որ դու մտածում ես արդեն վերջացավ, հեսա պիտի դուրս գաս, այն վերջում մեկ էլ մի հոգի էլի կանգնած, էլի նույն ձևի գործողություն է կատարում։ Ես զուտ ֆիզիկական անձի կամ զբոսաշրջիկի կամ ցանկացած սահմանահատող քաղաքացու տեսանկյունից եմ նայում, ի՞նչն է պատճառը, որ մենք թե նախատեսում ենք այդտեղ էլ այդ բարձրություններ անել, նույն բեռնախցիկն է, նույն ապրանքն է, ոնց որ հակառակ կողմը անում է, այն տարբերակով մենք կարող ենք անել։ Միանշանակ ճիշտ է, այդպես չպետք է լինի, այս մասով ասեմ նաև հիմա պլանշետային համակարգել, այսպես ասած, ուզում ենք ներդնենք, որ տեսուչը տվյալ դեպքում, որը ձեր նշած դեպքում բեռնախցիկը ստուգել է, համապատասխան համակարգում արդեն որ նշում կանի, մնացած տեսուչները արդեն կարծում եմ մոտ չեն մոտենա։ Շատ լավ, հուսանք շուտ կգա այդ օրը։